Ես ունեմ մեկնաբանություն նախորդ քննարկման հետ կապված ներքին հարցերի հետ կապված այստեղ Հայաստանում աշխարհաքաղաքական իրավիճակը պատմության ընթացքում միջերկրածովյան տարածաշրջանում Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական իրավիճակը միշտ էլ խթան է եղել։ Ոչ ոք չի կարող գնալ Բրյուսել եւ ասել ես տառապում եմ արտաքին վտանգից։ Մենք գնում ենք եւ վերջապես Հայաստանը տեխնացու է։ Մենք պետք է լուծենք ներքին խնդիրները։ Սահմանը Թուրքիայի հետ սահմանը փակելու մասին չէ հարցը, այն է թե այսօր ինչ է տեղի ունենում Հայաստանի քաղաքներում, որտեղ դուք հստակ ակնհայտ կերպով ես այստեղ չեմ եկել դատելու համար 20, 30, 40 չգիտեմ ոստիկան, որոնք մարդկանց կալանավորում են։ Եթե օրինակ կաշառքի համար է, բայց եթե իրանց կարծիքի համար են իրենք դատվել սոցիալական ցանցերում ուշադիր եղեք, զգույշ եղեք, որովհետև մենք շատ լավ գիտենք ինչ է տեղի ունենում, եւ եք սկսում եք մեղադրել եւ հետապնդել մարդկանց, պարզապես սոցիալական ցանցերում ինչ-որ բան գրելու համար։ Սա մեթոդ է արդեն։ Երբևէ մեկ անձի անգամ ժողովրդավարության մեջ չի կարելի բանտարկել, օրինակ գնանք Ստամբուլ։ Դուք չպետք է հարյուրավոր ոստիկանների ուղարկեք։ Դուք ասում եք, որ այս անձը ուղղակի պետք է գա այս դատարան, որովհետև դուք չեք պիտակավորում մարդուն միայն ինչ-որ մի ենթադրության կամ կարծիքի համար, որ նա վտանգավոր մարդ է։ Դուք պետք է տեղյակ լինեք, հայկական իշխանությունները, քաղաքական կուսակցությունները պետք է տեղյակ լինեն, որ դուք պետք է շատ ուշադիր նայեք սրան, եթե դուք տեխնացու պետություն եք, երկիր եք։ Շատ մեծ ժառանգություն կա խորհրդային իրավական համակարգից։ Մեղադրենք, ուղարկենք բանտ, կալանավորենք, հետո մենք կտեսնենք։ Եվ արդարադատության նախարարը փորձում է պայքարել այս պատմական ժառանգության հետ, սկսում ուղարկենք բանտ, հետո կտեսնենք ինչ տեղի կունենա, տեղյակ եղեք նման բաների մասին, որովհետև մենք շատ խորը սննել ենք նման բաները։ Ես գիտեմ, որ հետագա տարիների ընթացքում, երբ խոսքը գնա Հայաստանի մասին